Օրը բարի է, լույսն էլ է բարի, լավ օր եմ մաղթում, Տերը օրհնի ձեզ, կարդամ այսօր Պողոս առաքյալի նամակներից մեկից առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ 12-րդ խոսքից ասում է Պողոսն է ասում. ամեն բան օրինավոր է ինձ, բայց ամենը օգուտ չէ, ամեն բան օրինավոր է ինձ, բայց ես չպիտի մի բանի իշխանության տակ լինեմ. Կերակուրները փորի համար եւ փորը կերակուրների համար, բայց Աստված սրան էլ նրանց էլ կխափանե։ Միայն թե մարմինը բորնկության համար չէ, այլ Տիրոջ համար եւ Տերը մարմնի համար։ Թանկագիներս գալով 10-րդ գլուխ Պողոսը շարունակում է 23 խոսքից։ Համարյա նույն բանն է ասում. ամեն բան օրինավոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ։ Ամեն բան օրինավոր է ինձ, բայց ամեն բան շինություն չի տալիս։ Ոչ միայն իր անձի օգուտը չորոնե, այլ մեկը իր ընկերին էլ։ Հրաշալի խոսքեր ասենես, սա իրական քրիստոնեության հիմքերից է։ Քրիստոնյա սիրելիներս պիտի իր անձի, այսօր վերջին օրը մենք տեսնում ենք ամեն մարդ փնտրում է իր անձը, իր համար լավ լինի, բայց Տերը ինչ է ասում, որ ես եւ դու պիտի փնտրենք ուրիշի օգուտը, ընկերոջ օգուտը։ Եկեք այս խոսքերի մասին խորենք, մտածենք, սիրելիներս, ես եւ դու ոչ մի բանի իշխանության տակ պիտի չլինենք, միայն Տիրոջ իշխանության տակ լինենք, ոչ մարմնի, ոչ գերության, ոչ մեղքերի, սիրելիներս, ես եւ դու Տիրոջ ազատն ենք, կանչված ենք ազատության մեջ։ Տերը օրհնի ձեզ, փնտրենք այսօր, վաղը, ինչ որ լավ բան անենք մեր կողքիներին եւ Տերը կփառավորվի, ամեն։